Այս դուրը մեկի համար կարող է բացվել որպես նոր տուն, մյուսի համար ներդրում, իսկ երրորդի համար գուցե երկար սպասված վարձով բնակարան։ Բայց այս ամենը այսքան պարզ չէ, անշարժ գույքի շուկայում փոխվում են ոչ միայն գները եւ հասցեները, փոխվում է նաեւ գնորդը եւ նրա հնարավորությունները։ Նորակառույցների շինարարությանը զուգահեռ նաեւ աճող պահանջարկը ստիպում է, որպեսզի գնորդները արագ որոշումներ կայացնեն, իսկ այս շարժի հետևում տարբեր պատմություններ են Հայաստան տեղափոխված մարդկանցից մինչև ներդրողներ եւ այստեղ ապրող մարդիկ։ Բայց եթե բնակարանի դուռը բացելը այսօր այդքան հեշտ է, արդյոք նույնքան հեշտ է այն գնելը կամ վարձակալելը, ով է կանգնած այս պահանջարկի հետևում, ինչու են փոխվում բնակարանների գները եւ վարձավճարները եւ ուր է գնում Հայաստանի անշարժ գույքի շուկան, փորձելու ենք պարզել մեր հատուկ ռեպորտաժում։ 2026 թվականի երկրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 69664 իրավունքի պետական գրանցման գործարք։ Նախորդ տարվա երկրորդ եռամսյակում այն կազմել է 60351, այսինքն մեկ տարվա ընթացքում գործարքների թիվն ավելացել է մոտ 15%-ով։ Հատկապես ակտիվությունը մեծ է բնակարանների առք ու վաճառքի եւ բնակարանաշինության ոլորտում։ 2026 թվականի առաջին կիսամյակում շինարարության ծավալն ավելացել է 24.5%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայաստանի Հանրապետությունում բնակարանաշինության ամենամեծ ծավալները իրականացվել են 85985-86 թվերին, իսկ 2025 թվին գրեթե 80%-ով մենք գերազանցել ենք Հայաստանի Հանրապետությունում համեմատած բնակարանաշինության ծավալները։ Այս տարվա երկրորդ եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ գրանցված գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է մայրաքաղաքում 31%, մարզերից առաջինը գործարքների առավել բարձր տոկոսաչափով Կոտայքն է 16.9%, որին հաջորդում է Արարատը 9%-ով։ Ակտիվության պատկերը նկատելի է թե առաջնային, թե երկրորդային շուկաներում։ Ոլորտի մասնագետները մի քանի հանգամանքներով են պայմանավորում աշխարհաքաղաքական գործոններից մինչև ներքաղաքական կյանքում տիրող իրավիճակով։ Օտարերկրյա ներդրողների ներհոսքի եւ հետաքրքրության ավելացումն է դեպի Հայաստանի շուկա, պայմանավորված մի կողմից Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունների խորացմամբ եւ տնտեսապես հետաքրքրություն առաջացնելու հանգամանքով պայմանավորված մեր տարածաշրջանը, հարևան Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով նաև էլի մեր տարածաշրջանը անվտանգ համարվելու ֆակտորով պայմանավորված, էլի որոշակի ներդրումներ այստեղ տեղափոխվելու եւ իրականացվելու տեսանկյունից։ Կա եւս մեկ ուշագրավ հանգամանք, որի հետևանքները կարծես հիշեցնում են 2022 թվականին անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը։ Իրոք ակտիվությունը զգալի է եւ դա պայմանավորված է Ռուսաստանից ժամանած մեր հայրենակիցների հոսքով, որոնք ակտիվորեն գույք են փնտրում վարձակալությամբ եւ գնելու նպատակով։ Իսկ ազգությամբ ռուս քաղաքացիները, որոնք տեղափոխվել են Հայաստան, հիմնականում փնտրում են վարձակալության բնակարաններ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է տրենդային։ Դա իհարկե կապված է միջազգային տրենդների հետ, բայց նաեւ կապված է նրանից, որ Հայաստանի գրավիտացիոն ուժը աճում է եւ սա շատ կարեւոր նորություն է։ Երևանում բնակարան ձեռք բերելը գուցե դարձել է տրենդային, սակայն ոչ այնքան հասանելի բոլորին։ Օրինակ 150,000 դրամով Երևանում կարելի է բնակարան վարձել Մալասիա Սեբաստիայում, Աջափնյակում, Նորնորքում, Ավանում, այն էլ մոտ 30 քառակուսի մետր։ Իսկ մոտ 4 տարի առաջ նույն արժեքով կարելի էր 60 քառակուսի մետր բնակարան վարձել կենտրոն վարչական շրջանում։ Այսօր արդեն Երևանի կենտրոնում նույն քառակուսի մետրի համար վարձավճարը 250-ից 300,000 դրամ է։ Օրինակ նույն Դավիթ Հաշենում էր, նույն Աջափնյակում էր, նույն Շենգավիթում էր, ասենք թե եթե վերցնենք միջինը 67-68 քառակուսյանոց 2 սենյականոց բնակարան, երիտասարդ ընտանիքի բնակարան, մի ննջարան, մի հատ լրացուցիչ, օրինակ փոքրիկ ննջարան, 250-ից էլի 300,000 դրամ են։ Այսինքն այդ սեգմենտը մոտավորապես այդ գների մեջ է ձևավորվել։ Ռուսաստանից եկել են, մի փոքր ավել վճարունակ են, մի փոքր ավել սեգմենտների մեջ են տեղավորվում, բայց նույն, ասենք Երևանի նույն թաղամասերում կարան տարբեր բնականաբար բնակարաններ վարձեն էլի։ Իսկ արդեն առաջնային շուկայում հետևյալ պատկերն է։ Կենտրոն վարչական շրջանում 1 քառակուսի մետրը դարձել է միջինում 950,000-ից 1 միլիոն դրամ։
Արաբկիրը եւ Արաբկիրն է երկրորդ տեղում եւ մի քիչ դեպի այս պահին Արշակունյացի ուղղությունն է զարգանում, որ էլի բավականին թանկ է, որովհետեւ բավականին լավ բնակելի համալիրներ են այնտեղ կառուցվել։ Уже 6-й год я провожу. Ես 6 տարի է ինչ ապրում եմ Երևանում, բայց վերջին տարիներին նկատում եմ բնակարանների գները կտրուկ փոփոխվել են։ Շատ եմ ճանապարհորդում, կարող եմ ասել, որ բնակարանների վարձերը մոտ 20%-ով թանկ են, քան Եվրոպայում։ Я приехала из Ռուսաստանի հյուսիսից եմ, Սանկտ Պետերբուրգից։ Ընկերներից միջոցով եմ բնակվելու տեղ գտել, կարելի է ասել հեշտ է ստացվել։ Ես եկել եմ Մոսկվայից, երբ օնլայն բնակարան կամ հյուրանոց էի փնտրում, գները առաջարկվող տարբերակներին չէր համապատասխանում, ուստի եկա այստեղ եւ տեղում փորձեցի հարմար տարբերակ գտնել։ Սկզբում շատ դժվար էր, քանի որ հասկանում ենք, հոսքը շատ է, բացի այդ էլ ճանապարհորդության սեզոն է, դրա համար մեծ խնդիրներ առաջացան։ Օնլայն ամրագրեցի ցույց էր տալիս, որ ազատ է բնակարանը, բայց երբ տեղ հասա, ստիպված եղա նորը փնտրել, քանի որ ասեցին, որ վաղուց ամրագրված է։ Իմ ընկերներն էլ են այսօր եկել, նույն խնդրին են բախվել։ Երևանը կարծես ամենապահանջված քաղաքն է դարձել, այնքան բարձր են վարձավճարները, որքան Հռոմում եւ Փարիզում։ Շատ եմ սիրում ձեր երկիրը, բայց բնակարանների վարձավճարները գնալով բարձրանում են։ Պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Հանրային իշխանության մարմինների մեր գործընկերների կողմից ընդունվեցին օրենսդրական կարգավորումներ, օրենսդրական խստացումներ, որոնք կամա թե ակամա թանկացրեցին քաղաքաշինական արտադրանքի ինքնարժեքը։ Բայց բնականաբար այսօր ունենալով պահանջարկ, շուկայում լինելով պահանջարկ, կառուցապատողները կարողանում են անգամ այդ թանկ ինքնարժեքի ձևավորված պայմաններում մրցակցային առաջարկներ ներկայացնել սպառողներին եւ սպառողները կարողանում են ընտրություն կատարել ներկայացված առաջարկներից։ Իսկ սպառողների իրավագիտակցությունը ի ուրախություն մեզ գնալով ավելի է մեծանում, ավելի է լավարկվում, պահանջները ավելի են խստացում եւ կառուցապատողները կամա թե ակամա ստիպված են այդ բարձր պահանջների եւ ցենզային համապատասխան առաջարկներով հանդես գալ, որպեսզի շուկայից դուրս չմնան։ Պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ։ Սովորաբար ամռանը միշտ աճում է եւ ավելի շատ է օրավարձով առաջարկվող բնակարանները, որոնք վարձատուներին ավելի շատ եկամուտ են բերում։ Ռուսական Վերստկա պարբերականը, որը անդրադարձել էր թեմային, գրել էր, որ իրավիճակը համեմատելի է 2022 թվականի հետ, երբ նոր է ռուս-ուկրաինական հակամարտությունը թափառել։ Պարբերականի հրապարակմամբ վերջին 3 ամիսների ընթացքում Երևանում վարձակալության գներն աճել են շուրջ 30%-ով, մինչդեռ Արթուր Մնացականյանը նկատում է 10-ից 15% աճ։ Ռուսաստանի քաղաքացիների ակտիվ հոսքի մասին են վկայում նաև կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալները, ըստ որոնց 2026 թվականի երկրորդ եռամսյակում Ռուսաստանի քաղաքացիների կողմից գնվել է 366 անշարժ գույք, 2.5%-ով ավել, քան նույն տարվա առաջին կիսամյակին եւ մոտ 29%-ով ավել, քան 2025 թվականի երկրորդ եռամսյակում։ Ռուսաստանից Հայաստան ժամանողների թվում միայն ռուսներ չեն, նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայերի մի զգալի մասն է այս օրերին Հայաստան վերադառնում։ Հետևաբար միայն քաղաքացիության հիմքով թվերը դիտարկելիս հնարավոր չէ ամբողջությամբ հասկանալ, թե իրականում որքան է օտարերկրյա գնորդների ազդեցությունը։ Ռուսաստանցիների հետաքրքրությունը միայն անշարժ գույքի ձեռքբերման կամ վարձակալության նկատմամբ չէ։ Վաղուց արդեն ռուս զբոսաշրջիկներին գրավող երկրների ցանկում Հայաստանը տասնյակում է։ Թվերն էլ են այդ մասին փաստում։ Օրինակ այս տարվա օգոստոսին հյուրանոցային ամրագրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 42%-ով։ Նկատենք, որ ռուսաստանցիների հոսքի կտրուկ աճը մամուլը հաճախ պայմանավորում է Ռուսաստանում նոր հավանական մոբիլիզացիայով։ Սակայն Հայաստանում բնակարանների թանկացումը միայն ռուսաստանցիների կամ արդեն թվարկված այլ գործոններով պայմանավորված չեն։ Առաջնային շուկայում ակտիվության պատճառներից մեկն էլ գնման նոր մեխանիզմներն են։ Կառուցապատողները գնորդներին առաջարկում են ոչ միայն դասական հիպոթեք, այլև երկարաժամկետ փուլային վճարման տարբերակներ։ Որոշ դեպքերում խոսքը 5-ից 10 տարվա ընթացքում վճարելու հնարավորության մասին է։ Այսինքն մասնագետների գնահատմամբ շուկայում պահանջարկն ավելանում է ոչ միայն այն պատճառով, որ նոր մարդիկ են գալիս Հայաստան։ Գույք են գնում նաև Հայաստանում արդեն ապրող քաղաքացիները, սփյուռքահայերը, ներդրողները, իսկ նորակառույցների դեպքում գնորդին ավելի հասանելի են դարձել վճարման տարբերակները։ Այսպիսով Հայաստանում անշարժ գույքի պահանջարկի աճը պայմանավորված է մի քանի գործոններով։ Հայաստան տեղափոխվող մարդկանց հոսքով, ներդրումային հետաքրքրությունների ավելացմամբ, տեղական գնորդների ակտիվությամբ եւ նոր վճարման մեխանիզմներով։ Իսկ թե որքան երկար կշարունակվի այս ակտիվությունը եւ արդյոք գների եւ վարձավճարների աճ կլինի, մասնագետների գնահատմամբ մեծապես պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ Հայաստանի տնտեսական զարգացումներից։
Մարինե Դվոյան, Սեյան Հակոբյան, Համո Դանիելյան, Հորիզոն։